ձեր անձնական տարածք մտնելու կամ այսպես ասած ձեր անձնական կյանքի մեջ քիթը մտցնելու թաքնված խայլ, որը հաճախ չեք նկատում ոչ դուք, ոչ էլ ձեր անձնական տարածք ներխուժողը։ Երկուստ էլ երևույթը որակում եք որպես հոգատարություն, բարի կամեցողություն, իսկ իրականում սա մանիպուլյացիա է, որը երկուստ եք անվանում են մխիթարան։ Հավանաբար կհիշեք այնպիսի մարդկանց, ովքեր ձեր կյանքում խաղում են ձեր մասին ձեզանից ավելի շատ մտածողի դերն ու լսելով ձեր կյանքում կայացրած որևէ որոշման մասին, սկսում են ձեզ չակերտավոր մխիթարել։ Օրինակ, դուք որոշել եք, որ պետք է այցելեք հոգեբանի, փոխել ձեր սանրվածքը կամ դառնալ բուսակեր, ոճական փոփոխություններ անել, ամուսնալուծվեք, ամուսնանալ եւ նմանատիպ որևէ փոփոխություն, ինչը կատարում եք ելնելով ձեր որոշումից։ Եվ դա ձեզ ավելի կոմֆորտ է, շահութաբեր է, առողջարար կամ ապահով։ Ու հայտնվում է նա, ով միշտ իր պարտքն է համարել հարցնել ձեր անձնական կյանքից ու գնահատականներ տալ ճիշտ են կարել, սխալ են կարել, ինքը սենց կաներ, նենց կաներ, սկսում է մխիթարել։ Իսկ մխիթարանքն, ինչպես գիտենք, սովորաբար լինում է որևէ դժբախտության կամ սխալ իրավիճակներում հայտնվելու դեպքում։ Ստացվում է, որ մեզ մխիթարելով մեր որոշումը որակում է որպես սխալ։ Նման մարդկանց ուղիղ հարցրեք. ես ունեցել եմ X խնդիրը։ Հիմա իմ երջանկությանը սահման չկա։ Արթնանում եմ ազատ, ուրախ, իմ կյանքին վտանգ չի սպառնում, այսինքն պրծել եմ փորձանքից, ազատվել եմ այդ կյանքից։ Բայց լսելով քեզ, տպավորություն է, որ ես սքի մեջ եմ ու ինձ մխիթարում ես։ Դա այդպես է, թե ինձ թվաց։